Ամենաթանկարժեք քարերն աշխարհում միշտ էլ եղել են հիացմունքի, խորհրդանշական ուժի եւ շքեղության արտահայտություն, բայց դրանցից մի քանիսն առանձնանում են ոչ միայն գեղեցկությամբ, այլև բացառիկությամբ։ Երրորդ տեղում շքեղության խորհրդանիշ ռուբինն է։ Դրա գույնը կարող է տատանվել բաց վարդագույնից մինչև խորը կարմիր, բայց ամենաթանկ տարբերակը աղավնու արյուն կոչվող ռուբինն է։ Այն առանձնանում է վառ կարմիր գույնով, մանուշակագույն երանգով եւ ունի անզուգական փայլ։ Ամենաթանկ ռուբինները հաճախ անվանում են բիրմայական, քանի որ դրանք արդյունահանվում են միայն։ Գինը կարող է հասնել միլիոնավոր դոլարների, կախված գույնի մաքրությունից եւ քարի չափից։ Պատվավոր երրորդ տեղը զբաղեցնում է կապույտ ադամանդը։ Այն եզակի երկախարդական երանգով եւ հանդիպում է միայն հարավային Աֆրիկայում։ Այս ադամանդի 1 կարատի միջին արժեքը հասնում է 300-ից 400 հազար դոլարի։ Որպես կանոն, կապույտ ադամանդները պահվում են մասնավոր հավաքածուներում, իսկ դրանցից ամենահայտնին 45.52 կարատանոց հույս ադամանդը պահվում է Սմիթսոնյան թանգարանում եւ գնահատվում է շուրջ 350 միլիոն դոլար։ Եվ վերջապես աշխարհի ամենաթանկարժեք քարը կարմիր ադամանդն է։ Այն ոչ միայն ադամանդների ընտանիքի ամենաթանկ ներկայացուցիչն է, այլև ողջ թանկարժեք քարերի աշխարհում ամենաէքսկլյուզիվը։ Այս հիասքանչ քարը կարելի է գտնել միայն Ավստրալիայում։ Աշխարհում կարմիր ադամանդների թիվը չի գերազանցում 100-ը։ Դրանց գինը հասնում է ֆանտաստիկ թվերի՝ 1 կարատի համար շուրջ 1 միլիոն դոլար։ Ինչ եք կարծում, որևէ մեկի վրա կարմիր քարով զարդ տեսնելիս կկարողանայիք անզեն աչքով տարբերել ռուբին է, ադամանդ, թե արհեստական։ Դուք մտաբերեք, իսկ մենք կհանդիպենք։